Վաղ առավոտյան Երևանում վայրեջք է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններից վերադառնալ ցանկացող Հայաստանի քաղաքացիների առաջին խումբը, սակայն ինչպես պարզվեց, արտաքին գործերի նախարարության կազմակերպած թռիչքը ոչ թե պետության հաշվին էր, այլ քաղաքացիների։ Մեկ տոմսի գինն անցնում էր 1000 եվրոյի սահմանը։ Չվերթների չեղարկման հետևանքով Մերձավոր Արևելքի երկրներում գտնվող Հայաստանի քաղաքացիների տարհանումը փաստորեն պետությունը չի ֆինանսավորում։ Մարդկանց մի մասը ծոցի երկրներ է մեկնել հանգստանալու նպատակով։ Մի մասն էլ տարածաշրջանի մեծ օդանավակայաններից մեկից պետք է այլ ինքնաթիռով շարունակեր ճամփորդությունը դեպի Հայաստան կամ այլ երկրներ։ Հայաստանի կառավարությունը միայն հայտնել է Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող քաղաքացիներին Օմանի մայրաքաղաք Մասկատ ավտոբուսով անվճար տեղափոխելու մասին։ Թանկ տոմսերից ոչ միայն Հայաստանում են դժգոհում։ Մասկատից Հռոմ վերադարձած երիտասարդը լրագրողներին պատմում էր, մեկ անձի համար 1500 եվրո էր անհրաժեշտ վճարել։ Ընտանիքներ կային, երբ դուք 4-5 հոգով եք, շատ թանկ է։ Դրա համար էլ ինքնաթիռում ազատ տեղեր կային։ Որոշ երկրներում, սակայն, քաղաքացիներին վտանգավոր վայրերից վերադարձնելու համար այլ կարգավորումներ են գործում։ Օրինակ, Գերմանիայում քաղաքացիները կարող են նախապես թուղթ լրացնել ու ըստ էության պարտքով ինքնաթիռ բարձրանալ, պարտավորություն ստանձնելով հետագայում փոխհատուցել։ Հենց առաջին օրը կապվել ենք Հայաստանի դեսպանատան հետ, հաշվառման ենք կանգնել եւ մեզ ասել են, որ հետագա քայլերի մասին մեզ կտեղեկացնեն։ Եթե ծոցի երկրներում մնացած քաղաքացիները չեն կարող միանգամից այդքան գումար վճարել կամ ճանապարհը դեպի Մասկատ անվտանգ չեն համարում, այլ ընտրանքը հենց տեղում մնալն է։ Աբու Դաբիի տեղական իշխանություններն օրինակ փոխհատուցում են թռիչքների չեղարկման պատճառով հյուրանոցային բոլոր ծախսերը։ Իզաբելլա Սարգսյանն իր 3 անչափահաս երեխաների հետ այժմ Աբու Դաբիի կղզիներից մեկի հյուրանոցում է։ Այսինքն այսօրվանից մենք մնալու ենք մեր նույն հյուրանոցում, մեր նույն սենյակում, Աբու Դաբիի կառավարության հաշվին։ Շաբաթ օրվանից Իսրայելի ու Միացյալ Նահանգների հարվածներին ի պատասխան Թեհրանը թիրախավորում է տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները։ Հարվածներ են հասցնում նաև քաղաքացիական օբյեկտներին։ Իզաբելլա Սարգսյանը պատմում է, ձայները լսելի են։ Իրավիճակը տատանվում է, 3 ամբողջ օրը տագնապ չի եղել։ Այս գիշեր ժամը 2:40-ից մոտավորապես մինչև ժամը 4 ընկած հատվածը լսել ենք ուժգին հարվածներ։ Ոչ մի պայթյուն չի տեղի ունեցել, այսինքն խփել են օդում, հոգն է աշխատել։ Ռիչարդ Զաքարյանն այժմ պետք է բաց ծով նավարկության դուրս եկած լիներ, սակայն շաբաթ օրվանից անշարժ կանգնած նավի վրա է։ Պատմում է, անգամ պատշգամբ դուրս գալ չէին թույլատրում։ Այժմ գոնե մաքուր օդ կարող են շնչել։ Մեզ զգուշացրեցին, որ կարող գաք վերցնեք ձեր անձնագրերը ու երբ որ դուրս գաք շենքից, նավից, այդ դեպքում արդեն ամբողջ պատասխանատվությունը լինում է մեր վրա, ոչ թե իրանց։ Ներկայային մենք գտնվում ենք դեռ նավում, ովքեր որ չենք կարողանում նույնիսկ օգտվել բասեյնից, չենք կարողանում դուրս գալ պատշգամբ, որտեղ որ տեղ կա քայլելու, քանի որ մենք ունենք պատշգամբ, բաց պատշգամբ, մեզ դա բավականին մեծ օգուտ տվեց, այսինքն կարողանում ենք մաքուր օդ շնչել։ Զաքարյանը հակաօդային պաշտպանության աշխատանքն անձամբ է տեսել, նաև նկատել է Դուբայը պատած ծուխը։ Ինձ թվաց սայլուտ է նստած այստեղս, ասում եմ սայլուտ է, բայց փաստորեն հետո իմացանք, որ պատերազմ է սկսել։ Մենք մինչև այդ չգիտեինք, որ պատերազմ է սկսել։ Սևոն Շիրվանյանն ավելի քան 10 Հայաստանի քաղաքացիների հետ Քուվեյթում է մնացել։ Շրի Լանկայից վերադարձող խումբը Քուվեյթի օդանավակայանով պետք է Երևան ժամաներ, սակայն հարվածներից հետո օդային տարածքը մարդատար ինքնաթիռների համար փակվեց։ Նրանք այժմ հյուրանոցներից մեկում են ու սպասում են, գուցե Հայաստան վերադառնալու որևէ տարբերակ լինի։ Պատմում է, երեկոյան ժամերին օդային տագնապի ազդանշանն է միանում։ Ազդանշանները աշխատում են, հոպը աշխատում է եւ լսվում է հակաօդայինի ոսվասված հարվածների ձայները։ Ցերեկները հիմնականում ավելի հանգիստ վիճակ է մտնորդա։ Այս օրերին աշխարհի բոլոր կողմերում են կառավարությունները փորձում օգնել իրենց քաղաքացիներին, որոնց թիվը 100 000-ներով է հաշվում։